ես բում բումի Ժպիտը կոտակի դոտաները բում բումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Հազար արժե, հազար կամ մեկ չարժե Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, ողջույն։ Մենք շարունակում ենք մեր երկվորյակային ճամփորդությունը եւ այսօր կծանոթանանք Անիտայի եւ Էդիտայի հետ։ Նրանք արդեն սպասում են մեզ։ Ուստի եկեք շտապենք։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Մենք ստենք պտտվում ենք, դու պետք է մեզ բարբերեք դեպու աչկը թակի, գնաց, բրկվեցի, տեսը ճիշտ է, հիմա դուք մեզ տանվերում եք, բա դուք քան տարեկան եք, 6 Շատ ակտիվ ժիրբալիկներ են, միաժամանակ համ շատ նման են, համ էլ շատ տարբեր են։ Անիտան մի քիչ ավելի փիսիկ է, ավելի մեղմ բնավորություն ունի, Էդիտան շատ ավելի մարդամոտ, բոլորի հետ մերվում է, բոլորի հետ ծանոթանում է, երևի մի 2 րոպե է տևում իր անծանոթ լինել էլի դիմացինին, մնացած միանգամից մերվում է։ Հետո դեպքեր են լինում, որ մեկ ասում ենք Բայտես Էդիտան ինչքան խելոք է, մեկի անցնում է մի ամիս, ասում ենք տես Անիտան ինչքան խելոք է, այսինքն մի ամսվա ընթացքում փոփոխվում է անընդհատ իրենց բնավորության գծերը։
շատ անգամ հարց են տալիս, ասում են, երբ որ մեկը հիվանդանում է, այն մյուսը որպես զույգ անպայման հիվանդանում է, մեզ մոտ այդպիսի բան չկա, ասեմ, որ ընդհակառակը, եթե մեկը հիվանդանում է, ոնց որ այդ էներգիան, որը իր մեջ է, միանգամից փոխանցվում է այն մյուսին, այն մեկը ավելի ակտիվանում է ու ավելի նենց ժիր է դառնում այն մյուսի պասիվությանն, ասենք, հետ էլի, շատ հոգատար են միմյանց հանդեպ, ահա որ շատ են իրար սիրում։ Առանց իրար անհնար է, ես նույնիսկ ես վերջերս դեպք եղա, որ առանձնացան, այնպես ստացվեց, որ մեկը գնաց տատիկի տուն, մեկը մնաց, ուրեմն հասնելուն պես տատիկի տուն, միանգամից զանգ է տալիս, թե տեսնեմ քույրիկս այնտեղ ինչ է անում։ Մի խոսքով զանգել է, խոսել է քույրիկի հետ, նոր հանգիստ անցել է իր խաղին։ Խոհանոցում էի, զգացի, որ ինչ-որ ձայները չի գալիս։ Մեծ աղջկաս հետ էի, ասի, այս ոնց որ ձայն չկա, էլի, մի հատ գնանք տեսնենք, այդ ինչ են անում, ուրեմն գնանք տեսնենք, կամոդի վերևից երկրորդ դարակը բացել են, ամբողջովին թափել են այդ միջի շորերը, ու իրանք երկուսով մեջից ինձ նստած չարաճճի աչքերով մեզ են ցույց նայում, որ ինչ պետք է էլի անենք։ Հիմնական կուրիոզ բաները այն են, որ շատ են հասնում, ոնց եք դուք իրանց տարբերում։ Դե մեզ համար տարբեր են, բայց ինչ մեղքս թաքցնեմ, մեկ-մեկ մենք էլ ենք խառնում, լինում են դեպքեր, որ ասենք, չեմ նկատում, թե ով է կողքս, անունը տալիս են, իհարկե ինքը ինձ ուղում է, ասենք, ասում եմ Անիտա, բայց Էդիտան է լինում, ասում եմ, Էդիտա, մամա, Անիտան չեմ։ Զույգ քուրիկ ունենալը ուղղակի շատ լավ է, ոնց որ ուրիշ զգացում է, էլի, որ զույգ քուրիկ ունես։ Ես շատ կուզենայի, ես զույգ լինեի, զույգ քուրիկ ունենայի հարազատ էլի։ Իրանք որ ծնվեցին, ես շատ ուրախ էի։ Հիշում եմ, որ փոքր ժամանակ այնտեղ շատ չոր էր, շատ աշխույժ, հիմա հակառակն է։ Ինքը ես որ առաջի դասարանն էի գնում, իմ սեպտեմբերի 1-ի ծաղիկները, որ դասատուից պետք է տեր փոքեց։ Նոր երկվորյակների հետ ծանոթանալը, ճիշտ է Միլեն, չէ որ նրանք և շատ նման են, և շատ տարբեր, մեզ նման այնպես չէ, իհարկե, իսկ մենք դες ասում ենք հաջողություն, և մինչ նոր հանդիպում։ Ապշեն էր մանուկ աղավնին բարի, որ իբր ագրավը 500 տարի, կանթե երդար կապրի անդադար ու գետ մի դարի, կյանքի ծարավից ուզեց իմանալ գաղտնիքը ագրավից։ Այդ ինչից է, որ ես էլ թևավոր, բայց դու մեզանից երկար ես ապրում, դու որ չաջետ գոտի փոշին։ Արի գաղտնիքը կեզ չուս տան իսկում։ Ասաց ագրավը և իչավ լեշին, կտուցը խրեց հոտած լեշի մեջ, բայց իսկույն սոսկաց աղավնին իմ վերջ։ Թող կանքս մի վարկան լինի, լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնին քանք է դարելով, բայց իբրև ագրավ, ասաց աղավնին ու երկինք թռավ։ Ժամանակը ոսկի է,
Ամեն շատ լավ էր կազմակերպված, կանչել էին շատ հյուրեր կրկեսից, նրանք մեզ ուրախացրեցին։ Շատ մեծ հաճույք պատճառեցիք մեզ եւ մեր բալիկներին։ Թող հաճախ լինեն այսպիսի միջոցառումներ։ Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Հաճելի ուրախ տրամադրություն է ապահովված, շնորհակալ ենք ամեն ինչի համար, ամեն ինչ շատ հաճելի էր, թեպետև ուշացումով ենք մասնակցում, ինչի համար զղջում ենք։ Ուրախ մանկություն։ Այս խորագրով էլ մեր հերոսներն այս անգամ այցելեցին նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիխանյան 1 հատցում գտնվող բակը, որտեղ մեր երեխաների մանկությունն ու ամառը էլ ավելի ուրախ ու գունեղ կսարքենք։ Եվ տեսնենք, թե ինչպիսին են նրանց ու նրանց ծնողների տպավորությունները։ Գնացինք։ Շատ ուրախ ենք, որ բոլոր երեխաները այսօր ուրախ ու լավ ժամանակ անցկացրին։ Այսպես պետք է շուշուտ կատարվես միջոցառումները։ Շատ ողջունելի է, նման միջոցառումներ երևի հատկապես ծայրամասերում շատ քիչ է կազմակերպվում, մեր երեխաների համար էլ էր սա անսպասելի, մեր համար էլ էր անսպասելի, ցանկալի է հաճախակի կազմակերպվի նման միջոցառումներ։ Խորիկս ուրախացավ, խաղաց, լավ ընկերներ ճարեց, չէ՞ լսիք։ Ярко светит солнышко, птички песенки поют, по неведомым тропинкам я к любимому иду. На пути мне не встречайся ни медведь, ни серый волк, ждет меня, не дождется ненаглядный мой милок. Տեսնում եք ինչքան երեխաները հիմա ուրախ են, ամառային արձակուրդները լավ են անցկացնում, այս պարելը, այս թվռալը երեխաների համար ամեն ինչն է։ На спине присела, ровно утомилась и чуток, из лукошка я достала вкусный сладкий пирожок. Ярко светит Սրական լիցքերա, պարգև ու մարկանց շատ հաճելի է, շատ լավ է։ Մեզ դուր եկավ, որ շատ լավ խաղեր են խաղում և պարում ենք։
Пирожками угощу. Ձոր փաթիմի հանդին ինքդ եք ձորվես։